Մուլտ կրակոցով է շարունակում Քարոզարշավը դաշնակցությունը։ Ոչ թե խոսք, այլ գործ, սա է ուղերձը։ Գեղամավանում օրինակը կա, ասում է Աղվան Վարդանյանը։ 6 ամիս առաջ դաշնակցականը դարձավ համայնքապետ։ Իսկապես մարդիկ տեսնում են, որ որտեղ որ դաշնակցությունը մասնակից է, այնտեղ կոնկրետ աշխատանքներ են կատարվում։ Մենք իրական փոփոխություններ ենք անում այսօր երկրում եւ այդ փոփոխությունները տեսանելի են հենց այս գյուղում։ Մենք սա գյուղով համախմբված պետք է մեր ձայնը տանք թե դաշնակցությանը, թե Սաղաթելյան իշխանին։ Իշխան Սաղաթելյանը թիմի անդամ է, գեղամավանցի։ Ընդամենը մի բան եմ ձեզ բոլորին խոստանում, որ տարին 365 օր, օրը 24 ժամ լինելու եմ ձեր յուրաքանչյուրի կողքի։ Բառերով ձեզ չենք կերակրելու, ասում է Դավիթ Լոքյանը։ Կոնկրետ ծրագրեր սկսել են, մտադիր են շարունակել։ Մասնավորապես 100-ից ավելի ներդրումային ծրագրի առաջարկ են ստացել գյուղերից, 11-ը արդեն ֆինանսավորվում է, նաև աշխատատեղեր են։ Մենք ունենալու ենք երկրում հատուկ ներդրումային ֆոնդ, որը աշխատող արտադրող մարդուն իր ամենափոքր պարզ ծրագրին համաձայն պետք է կարողանա ցածր տոկոսադրույքներով վարկավորում իրականացնի։ Մինչև 5%-անոց վարկերը դաշնակցությունը իրական է համարում։ Առողջապահությունը մտադիր է հասանելի դարձնել անգամ ամենաանապահովին։ Աղվան Վարդանյանն ասում է, դաշնակցությունը երբեք իր ծրագրերից հետ չի կանգնել, եթե հայտարարում է որևէ ծրագիր, պայքարում եւ հասնում է դրան։ Պատահական չէ, որ հայրապահական դաշնակցությունը կոալիցիա կազմելով Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կարողացավ հասնել իր առջև դրված ծրագրերից խնդիրներից մեկի լուծմանը այն է, որ հանրապետությունը անցավ պետք է անցնի ավելի ճիշտ խորհրդանական կառավարման։ Ընտրությունը համեմատություն է, ասում է դաշնակցական գործիչը։ Պետք է համեմատել ու ընտրել վստահելիին։ Մենք եղել ենք եւ ընդդիմության մեջ, եւ իշխանության մաս ենք կազմել, բայց մեր նպատակները չեն փոխվել։ Եվ ինչ որ մենք առաջադրել ենք դժվարությամբ, պայքարով, երկար ժամանակի վրա, բայց այսօր այդ բոլորը դարձել է Հայաստան պետության քաղաքականության հիմնական բոլոր ուղղությունները դաշնակցության ասածներն են։ Գեղամավանցիների ձեռքին նոր սկիզբ ազդարարող դրոշակներ են։ Աննա Բալյան, Հակոբ Թումանյան, Օրակարգ։